Հիմա պատգամավորը չէ Սեյրանոհան, եթե դա ոչ միտեղ գրաշի, այդ գրածա, որ յուրաքանչյուր պատգամավոր ներկայացնում է ողջ ժողովրդին, կաշկանդված չի հրամայական մանդատով, կայացնում է որոշումներ սեփական համոզմունքներից ելնելով, ստացվում է, որ Սեյրան Օհանյանը իր որոշում կայացնելու իրավունքը համոզմունքները հանձնել է իրան անհայտ 8 պատգամավորների։ Հիմա ես դա ոնց հասկանամ։ Դա հասկանալու բան չկա։ Այսինքն մենք ինչքանի նախապայման պիտի կատարենք, որ Սեյրան Օհանյանին համոզենք, որ ինքը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նախաձեռնությանը միանա։ Էլ ինչ անենք, ան։ Ոչ մի բան չունենք համոզելու։ Միանում են, թող միանան, չեն միանում, թող չմիանան։ Հիմա ազգային ժողով ունի 107 պատգամավորներ, 107 պատգամավորներից 8-ը, 2-ը առանձին, 6-ը առանձին չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանն լինի վարչապետ։ Մյուսները այս պահի դրությամբ իրանց նախընտրելի երազանքների վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եթե տենց չի, թող կամ իրենք նախաձեռնեն, կամ միանան այլ նախաձեռնությանը։ Եթե ոչ են անում, ոչ են անում, ինչ ալում դրա արդյունքում։ Վարչապետը մնում է Նիկոլ Փաշինյան, էդ է Սեյրան Օհանյանի ուզածը։ Դե բան չի դժգոհ, որ դատախազ գնացել է իր հետևից։ Նիկոլ Փաշինյանը որ մնում է դատախազն է գնում է իր հետևից, բա որպեսզի չգնա ինքը պիտի սկսի անվստահության գործընթաց, չէ՞։ Բա որ չի սկսում, ասում է 8 պատգամավոր, չի պիտի 8 լիներ, ես ուզում եմ էդի հաս, 8 էր, որ ինչ էր, որ իրանց 28 հետ էր 36, որ 36 էր, ինչ էր անելու Սեյրան Օհանյանը։ Տարելու էր թղթերը հանձնեին Ալեն Սիմոնյանին, որ Ալեն Սիմոնյանը դներ քվեարկության, ով է կողմ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու, կողմ 36 դեմ մնացածը, չանցավ։ Հետո 6 ամիս մենք չէ, էտա իրանց ուզածը, բայց դա որպես ռիսկ էին, չէ, ներկայացնում, ասում են, եթե իմպիչմենտի գործընթացը հաջողություն չունենա, 6 ամիս մենք չենք կարա դա անենք։ Բան չեք գնում այն, չեք մտածում այն ճանապարհով, որը վերաբերում է տապալվելուն։ Այսինքն կամ դուք հիմիկվանից չեք միանում, որ հանկարծ անվստահություն չլինի, կամ կմիանաք այն ժամանակ, երբ որ դի տապալեք,